ԱՄՆ Իսրայել-Իրան պատերազմի 40-րդ օրը Դոնալդ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, թեև նախօրեին խոստանում էր ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը։ Վաշինգտոնը եւ Թեհրանը պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ պայմանով, որ կողմերից որևէ մեկը չի խախտի հրադադարի ռեժիմը։ Կողմերի պահանջներից են նաեւ Հորմուզի նեղուցի բացումը եւ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումը։ Չնայած Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարին հենց առաջին օրը Իրանում պայթյուններ Իսրայելն էլ շարունակեց հարվածները Լիբանանին։ Այդ ֆոնին կրկին սահմանափակվեց Հորմուզի նեղուցով նավագնացությունը, որը վերաբացվել էր հրադադարի մասին հայտարարություններից հետո։ Այսօր օրակարգում Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարն է։ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ին հայտարարեց, որ համաձայն է 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ գործողությունները։ ԱՄՆ նախագահը նշել է, որ հրադադարն ուժի մեջ կմնա, եթե Թեհրանը համաձայնի անհապաղ եւ ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Նրա խոսքով Իրանի հետ ժամանակավոր հրադադարն ամբողջական եւ վերջնական հաղթանակ է, իսկ եթե ընդունելի գործարք չկնքվի, Միացյալ Նահանգները կվերսկսի ռազմական գործողությունները։ Սա կլինի երկկողմանի հրադադար, մենք արդեն հասել ենք մեր ռազմական նպատակներին եւ գերակատարել ենք դրանք։ Բավականաչափ առաջ ենք շարժվել Իրանի հետ երկարաժամկետ համաձայնության եւ Մերձավոր Արևելքում խաղաղության վերջնական գործարքի հարցում։ Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ ենք ստացել, որը կարող է ծառայել որպես բանակցությունների ընդունելի հիմք։ Սպիտակ տնից նշում են, որ Թեհրանի նախնական պահանջներն անընդունելի են եղել, ուստի Իրանը նոր ցանկ է ներկայացրել, թե ինչ փոփոխություններ են կատարվել իրանական առաջարկներում չի նշվում։ Դոնալդ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նախկինում արկա գրեթե բոլոր անհամաձայնությունների շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնականացնել համաձայնագիրը։ Նա հավելել է, որ բանակցություններն անցնելու են փակ դռների հետևում։ Սա մեծ օր է համաշխարհային խաղաղության համար, Իրանը ցանկանում է, որ խաղաղություն լինի։ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված հարցերում։ Դրական զարգացումներ են սպասվում, մեծ գումարներ կաշխատենք։ Իրանը կկարողանա սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք տարբեր պաշարներ կկուտակենք եւ պարզապես կհետևենք, համոզվելու, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա կարող է դառնալ Մերձավոր Արևելքի ոսկե դարը։ Սպիտակ տան ղեկավարը նաև չի հերքել, որ Թեհրանին բանակցային սեղան վերադարձնելու գործում դերակատարում է ունեցել Պեկինը։ Թրամփը հավելել է, որ իրանական ուրանի հարցն էլ դեռ օրակարգում է։ Միացյալ Նահանգները սերտորեն կգործակցի Իրանի հետ, որտեղ մեր կարծիքով ռեժիմի արդյունավետ փոփոխություն է իրականացվել։ Ուրանի հարստացում չի լինի։ Միացյալ Նահանգներն աշխատելով Իրանի հետ կփորի եւ կհեռացնի խոր թաղված միջուկային փոշին։ Մենք բանակցում ենք եւ կշարունակենք բանակցել Իրանի հետ մաքսատուրքերը եւ պատժամիջոցները թույլատնելու ուղղությամբ։ ԱՄՆ պատերազմի նախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը կամ ինքնակամ ԱՄՆ-ին կփոխանցի հարստացված ուրանը կամ ամերիկյան կողմը կվերցնի այդ պաշարները։ Փիթ Հեքսեթը նախազգուշացրել է, ԱՄՆ ուժերը դեռ չեն լքում Մերձավոր Արևելքը եւ պետք է հետևեն, որ հրադադարը պահպանվի։ Նրա խոսքով Իրանն այլևս չի կարող հրթիռներ, կայանքներ եւ ԱԹՍ-ներ կառուցել, իսկ նոր գերագույն առաջնորդն առողջական շատ վատ վիճակում է։ Հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար։ Հաշվի առնելով 15 կետանոց ամերիկյան առաջարկի հիման վրա բանակցություններ սկսելու Վաշինգտոնի խնդրանքը եւ Իրանի 10 կետանոց առաջարկի շրջանակը ընդունելու ԱՄՆ նախագահի խոսքերը, հայտարարում եմ, եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր բանակը կդադարեցնի պաշտպանական գործողությունները։ Հրադադարի 2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդն էլ հայտարարել է, որ հակառակորդը պարտվել է Իրանի ժողովրդի դեմ պայքարում։ Ըստ խորհրդի Վաշինգտոնն ընդունել է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը, ուրանի հարստացման իրավունքը, համաձայնել է չեղարկել պատժամիջոցները, փոխհատուցում վճարել Իրանին, դուրս բերել ամերիկյան ուժերը տարածաշրջանից եւ դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Թեհրանը հասել է իր գրեթե բոլոր նպատակներին։ Բենյամին Նեթանյահուն ողջունել է հրադադարը, սակայն հերքել է Թեհրանի եւ Իսլամաբադի հայտարարությունները, որ այն տարածվում է նաև Լիբանանի վրա։ Իսրայելը վճռական է Հեզբոլլահին ոչնչացնելու հարցում։ Սպիտակ տնից եւս պարզաբանել են, որ երբեք չեն խոստացել հրադադարի գործարքում ներառել Լիբանանը։ Զուգահեռ ամերիկյան եւ իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ հրեական պետությունում մի շարք պաշտոնատար անձինք դատապարտել են Վաշինգտոնի որոշումը եւ Իրան-ԱՄՆ ժամանակավոր հրադադարը։ Իսրայելում մտահոգված են, որ դեռ ոչ բոլոր նպատակներին են հասել։ Երկրի ընդդիմությունը քաղաքական աղետ է որակել հրադադարը։ Թեհրանից էլ նախազգուշացրել են, պատրաստ են ցանկացած սցենարի, իսկ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի համաձայնի որևէ գործարքի, եթե այն հաշվի չառնի Թեհրանի պահանջները։
Ինչ վերաբերում է բանակցություններին, դեռևս հստակ չէ, թե իրականում կողմերի որ առաջարկներն են քննարկվելու Իսլամաբադում։ Վաշինգտոնը եւ Թեհրանն իրար հակասող հայտարարություններ են անում։ Իրանական եւ արևմտյան ԶԼՄ-ներում արդեն հրապարակվել են Թեհրանի եւ Վաշինգտոնի առաջ քաշած պահանջները։ Իրանը պահանջում է երաշխիքներ, որ Իրանի վրա նոր հարձակում չի լինի։ Իրանը կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, կճանաչվի ուրանի հարստացմամբ զբաղվելու Իրանի իրավունքը, կչեղարկվեն հակաիրանական պատժամիջոցները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանաձևերը, Իրանը փոխհատուցում կստանա պատճառված վնասների համար, ԱՄՆ զորքերը դուրս կբերվեն տարածաշրջանից, պատերազմը կավարտվի բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Միացյալ Նահանգներն առաջարկում եւ պահանջում է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր նավերի համար, Իրանի բալիստիկ հրթիռների քանակը եւ հեռահարությունը կսահմանափակվեն, իրանական հրթիռները կօգտագործվեն բացառապես ինքնապաշտպանության համար, Իրանը պետք է հրաժարվի միջուկային ներուժից, միջուկային զենքից եւ իրանական հողում ուրանի հարստացումից, իսկ առկա պաշարները կփոխանցվեն AMG-ի վերահսկողությանը։ Թեհրանը նաեւ պարտավորվում է ապահովել միջուկային լիակատար թափանցիկություն։ Իրանը հրաժարվում է ահաբեկչական խմբավորումներին աջակցությունից եւ հայտարարում է պատերազմի ավարտի մասին։ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվում են, Միացյալ Նահանգներն օգնում է Իրանին քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացման գործում։ Արդյոք Իրանին եւ Միացյալ Նահանգներին կհաջողվի հասնել դիվանագիտական կարգավորման, ինչ դիրքորոշում ունեն այս հարցում Իսրայելը եւ տարածաշրջանի երկրները, կքննարկենք իրանագետ Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Պարոն Միրզաբեկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Միրզաբեկյան, ինչպես հնարավոր դարձավ այս ժամանակավոր հրադադարը հաշվի առնելով, որ մինչև վերջերս թվում էր, որ դժվար թե կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Շնորհակալություն։ Իրականում կարծում եմ, որ սկզբունքորեն այս հրադադարը երկու կողմի շահերից էլ բխում էր, որովհետև մեկ ամսից ավելի է ինչ պատերազմ է ընթանում եւ դրանք այն ընթանում է բավականին մեծ ինտենսիվությամբ եւ հետեւաբար երկու կողմն էլ դրա կարիք ուներ։ Կարծում եմ սա առաջնային պատճառներից մեկն է, թե ինչու կողմերը համաձայնեցին այս հրադադարի։ Իհարկե կարելի է նշել նաեւ այլ պատճառներ, բայց սա կարևորներից է կարծում եմ եւ հետո այս բարձր ինտենսիվությամբ պատերազմը, որը մղվում էր, իրականում ինքը արդեն ճանալու միտումներ էր ցույց տալիս, այսինքն երկու կողմը էական առաջընթաց չէին ապահովում եւ սա էլ է նպաստել, որ ըստ իս, որ երկու կողմը մի պահ փորձում է աչքի տակ ունենալով իհարկե բանակցությունների ապագան, բայց ինչ որտեղ նաև վերադասավորել ուժերը, մի պահ շունչ քաշել եւ այլն։ Իհարկե կարելի է նշել նաև այն սպառնալիքը, այն վերջնաժամկետը Թրամփի, որ նա հնչեցրել էր եւ սպառնում էր քաղաքակրթական հարված հասցնելու, կարծում եմ սա նույնպես գուցե դեր է խաղացել հաշվի առնելով, թե ինչ աղետալի հարված կարող էր լինել, սա նույնպես գուցե կարելի է հաշվի առնել։ Եվ հետո կարելի է գուցե խոսել միջնորդական առաքելությամբ հանդես եկող երկրների գործոնը նույնպես չպետք է բացառել։ Իհարկե ես սա որպես գլխավոր պատճառների թվում չէի նշի, բայց այնուամենայնիվ կարևոր է, որոնք որ փաստորեն փորձում էին ջանքեր էին գործադրում մի շարք երկրներ հասնելու հրադադարին եւ այս պահի դրությամբ կարծեք թե այդ առումով հաղթանակի է հասել կամ հաջողել է Պակիստանը։ Նաև կողմերը ի սկզբանե ասում էին, որ դադարեցնելու են ռազմական գործողությունները, երբ հասնեն իրենց նպատակներին։ Այսպիսով ինչ նպատակների են հասել Միացյալ Նահանգները եւ Իրանը։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ երկու կողմն էլ կարող է այս իրավիճակը հաղթանակ մատուցել եւ երկու կողմն էլ հաղթանակի ինչ որ եզրեր կարող է գտնել։ Մասնավորապես Իրանը նշում է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, որոնք որ սկզբնապես իհարկե հակասական հայտարարություններով էին հանդես գալիս, բայց գլխավոր նպատակը նախանշվում էր իշխանափոխությունը կամ վարչակազմի փոփոխությունը, դրանք հանգիստ կարող են ասել, որ տեսեք, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, Իրանը հաջողությամբ դիմադրում է եւ դա իսկապես այդպես է, եւ հետեւաբար Իրանը հաղթել է։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները եւ նույն Իսրայելը կարող են ասել, որ իրականում շատ ծանր հարվածներ են հասցրվել Իրանին եւ այս առումով դրանք նույնպես ճիշտ կլինեն, որովհետեւ բացի ռազմաքաղաքական կորուստներից Իրանը կրել է բազմաթիվ այլ կորուստներ, մասնավորապես ենթակառուցվածքների տեսքով եւ սրանք եթե օրինակի համար բանակցությունները հաջողությամբ չպսակվեն կամ մոտ ժամանակներում մենք չնկատենք
որևէ խաղաղություն կամ ինչ-որ հրադադար կայուն, ապա այս ամենը վերականգնել է պետք եւ բնականաբար այս ամենը շատ ծանր հարված է Իրանի համար։ Վերջին ժամանակներում կարող ենք ասել, որ իրավիճակը թևակողել էր դեպի Հորմուզի նեղուց եւ սա էր հենց գլխավոր թաթերաբեմը եւ պատերազմը հենց այստեղ էր ճահճանում։ Այս առումով կարծում եմ, որ սա նույնպես նպաստել է հրադադարի հաստատմանը, որպեսզի կողմերը փորձեն բանակցություններով ինչ որ կերպ լուծել այս թնջուկը։ Հորմուզի նեղուցին դեռ առանձին կանդրադառնանք, այստեղ իշխանափոխության հետ կապված Թրամփն էլ ասում է, որ մենք հասել ենք իշխանափոխության, իսկ կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում Իրանում իշխանափոխություն չասենք, բայց համակարգային որոշ փոփոխություններ եղել են, որովհետև հիմա ասում են, որ ԻՀՊԿ-ն է ավելի շատ իշխանության եկել եւ ավելի ագրեսիվ է տրամադրված այսօրվա ռեժիմը, քան նախկինը։ Չեմ կարող ասել ագրեսիվ է ավելի տրամադրված թե չէ, իրականում այսքան բանակցային սեղանին, բայց ինչ որ իմաստով կառավարման մոդելում փոփոխություն եղել է, այն իմաստով, որ ԻՀՊԿ-ի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքերը կարծում եմ անհամեմատ ավելի են ուժեղացել պատերազմի հետևանքով եւ սա իրողություն է, այն իմաստով, որ նրանք փաստորեն կարելի է ասել, որ վերահսկում են ինչ որտեղ ներքաղաքական նաև իրավիճակը եւ սա ինչ որտեղ բնական է, որովհետեւ այս պատերազմի առաջամարտիկներից մեկը կամ գլխավոր առաջամարտիկը ավանգարդում հենց իրենք են հանդես գալիս, իրենք են կրում ամենածանր կորուստները եւ մեծ հաշվով իրենք են վարում պատերազմը եւ դրամաբանական է այս տեսանկյունից, որ նրանց դերը պետք է էապես մեծանար եւ նրանք փաստորեն կարեւոր դերակատարություն են ստանձնել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դերակատարությունը կարող է ավելանալ նաև այն ռազմաքաղաքական էլիտայի սպանություններից հետո, մասնավորապես Ալի Լարիջանի սպանությունից հետո եւ այստեղ առաջանում արդեն նաև վերահսկողության վակուում, որովհետեւ Լարիջանին դիցոք օրինակ համար տարբեր թևեր համակարգող գործիչ էր։ Այսինքն այս իմաստով ինչ որտեղ փոփոխություն եղել է եւ սա էլ Թրամփը կարող է մատուցել որպես հաղթանակ կամ հաջողություն, բայց ես կխուսափեի ասել, թե որ կողմն իրականում հաղթել կամ պարտվել, որովհետև ինչպես նշեցի, երկու կողմն իրենց հաջողության պատմությունը եւ փաստերը կարող են դնել։ Ինչ վերաբերում է Իսրայելին, Իսրայելը կարծես թե ոչ բանակցությունների կողմ է, ոչ հրադադարի կողմ է, ու նաև ասում են, որ Բենյամին Նեթանյահուին ընդհանրապես ձեռնտու չէ այս հրադադարը, ոչ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակով իհարկե, այսպիսով դեռ ինչ նպատակներ ունի անելու Իսրայելը։ Ես համաձայն եմ, որ Բենյամին Նեթանյահուի շահերից չէր բխում հրադադարը կամ նա փորձում է կամ ինչպես եւ եղել է դժգոհ է մշտապես դժգոհել է կամ դժգոհ կլինի հրադադարից եւ հնարավոր խաղաղությունից, որովհետեւ մեկ անգամ եւս ձեզ հետ քննարկել ենք, որ նա փորձում է բոլոր հարցերը մեկ փաթեթով լուծել եւ այս առումով կարծեք թե այս պատերազմը թողել էր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որպեսզի Միացյալ Նահանգները այդ բոլոր խնդիրները հարթեր եւ փաթեթային լուծման հասներ եւ որից էլ կօգտվեր Իսրայելը, բայց իրականում այստեղ տեսնում ենք, կարող ենք նկատել, որ ռազմավարական առումով մոտեցումների եւ շահերի տարբերություն կա նաեւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ եւ այս իմաստով կարծում եմ, քանի որ Իսրայելին ձեռնտու չէ ստեղծված իրավիճակը, նա փորձում է հակախաղ գտնել կամ իր ուժերը կենտրոնացնել այլ ուղղությամբ, մասնավորապես Լիբանանի ուղղությամբ, Հեզբոլլահի դեմ պայքարում, որը ի վերջո իր գերնպատակն է կամ առաջնահերթություններից մեկն է, որովհետև նույն առնվազն նրա համար, որ Լիբանանը կամ Հեզբոլլահը գտնվում է իր անմիջական հարևանությամբ, իսկ մյուս կողմից նա էապես վնասել է դիցուկ Իրանի ռազմական ներուժը եւ այլն, եւ այս առումով նա փորձում է կենտրոնանալ Հեզբոլլահի վրա, իսկ Միացյալ Նահանգներին գուցե ձեռնտու կամ փոխզիջումային պայմաններում գուցե տեսականորեն հարմար լինի կամ բավարար լինի կամ իրենց համար լավ լինի որևէ եզր գտնել Իրանի հետ։ Այսինքն այստեղ կա տարբերություններ եւ ի վերջո բացի այն, որ նրանք ծանր հարվածներ են հասցրել Իրանին ռազմական տեսանկյունից, բայց այնուամենայնիվ Իսրայելի գերնպատակներից մեկը չի լուծվել, դա Հեզբոլլահի խնդիրն է, Լիբանանում խոր կապահովելու խնդիրն է, հիմա խոսվում է անվտանգության գոտի, բուֆերային գոտիով լայնացնելու մասին, Հեզբոլլահին անկյուն մտցնելու մասին կամ փորձելու ճնշել Լիբանանի իշխանություններին, որպեսզի այստեղ նաև հավելենք, կներեք, որ ընդհատեցի, Իսրայելը եւ Լիբանանը բանակցություններ են ուզում սկսել, երկկողմ հարաբերությունները բարելավելու եւ Հեզբոլլահի դեմ պայքարելու համար։ Զինաթափման մասին է խոսքը, որի հետևանքով այո, տեղյակ եմ եւ Նեթանյահու նշել է, որ երկու
մեկ առաջին նպատակ է նախանշել զինաթափումը եւ երկրորդը Լիբանանի իշխանության հետ պատմական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Կարծում եմ սա ավելի շատ անիրատեսության շարքից է, որովհետև ընդհանրապես Հեզբոլլահի խնդիրը դա որքան էլ որ պարադոքսալ թվա, դա Լիբանանի իշխանությունների հարցը չէ միայն, սա փոխկապակցված է ուղղակիորեն Իրանի հետ եւ այս խնդիրը պետք է փաթեթային լուծվի Իրան, Միացյալ Նահանգներ բանակցություններում, նաև Իսրայելի այստեղ գործոնը պետք է հաշվի առնել պահանջները եւ ընդհանրապես սա Իրանի եւ եթե այսպես խոսենք Իրանի եւ Միացյալ Նահանգների լուծելու հարցն է եւ ասել որ սա թողնվել է Լիբանանի իշխանություններին դա նշանակում է որ չհասնել հաջողությամբ եւ անդադար պատճառ ունենալ ռմբակոծելու Լիբանանը Դուք էլ նշեցիք, որ հիմնական կռվախնձորը դարձել է Հորմուզի նեղուցը, որը սահմանափակվել էր այս ռազմական գործողությունների ֆոնին եւ որտեղով անցնում է նավթի մատակարարումների 20%-ը եւ համաշխարհային էներգետիկ շուկան մեծապես տուժել էր այս ռազմական գործողությունների ընթացքում։ Նաեւ տեղեկություններ կան, որ Իրանը եւ Օմանը ցանկանում են միասին գործակցել ու վճար սահմանել նավագնացության համար, բայց նաեւ հայտարարություններ կային, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը հնարավոր է համատեղ անվտանգություն ապահովեն Հորմուզի նեղուցում, այսինքն շատ անհասկանալի իրավիճակ է։ Ձեր կարծիքով ինչպես կարող է հանգուցալուծվել Հորմուզի նեղուցի խնդիրը։ Տեսեք, սա ամենաբարդ խնդիրներից է եւ կհրաժարվեմ կամ կխուսափեմ կանխատեսումից, սակայն կասեմ հետեւյալը, շատ ճիշտ նշեցիք, որ սա շատ ամենաառանցքային ջրային ուղիներից էր Հորմուզի նեղուցը եւ ընդհանրապես դժվարությունից մեկն այն է, որ չնայած որ հրադադար է, սակայն հրադադարի կետերի շուրջ կողմերը ունեն իրարամերժ Այսինքն ճիշտ է պատերազմը գետնի վրա դադարել է միառժամանակ, բայց նույն տեղեկատվական ոլորտում պատերազմը շարունակվում է։ Հետևաբար այս Հորմուզի հարցն էլ այդ թնջուկներից մեկն է, որովհետև ամեն մեկը փորձում է կողմերից մեկը յուրաքանչյուրը փորձում է իր տեսակետը առաջ տանել, նշելով թե իրականում այս հարցի շուրջ այսպես են պայմանավորվել, մասնավորապես երբ որ Իրանի արտգործնախարար Արաղչին հայտարարեց հեղում անելով այլ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի Իրանին հրադադարի մասին, նրանք նշեցին, որ Հորմուզի նեղուցը բացվելու է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցությամբ, այսինքն նավերը պետք է վերահսկեն այդ կառույցը, բայց փոխարենը Միացյալ Նահանգները շեշտեց, որ Իրանը համաձայնել է, որ դա անխոչնդոտ պետք է բացվի, այսինքն այստեղ կողմերը ունեն իրարամերժ դիրքորոշումներ եւ սա ցույց է տալիս, որ առնվազն միջև հնարավոր բանակցությունները կողմերի ինչ որտեղ մոտեցումները բավական առավելապաշտական են, մաքսիմալիստական են եւ բավականին տարբերվում են։ Հիմա թե ինչպես պետք է լուծվի, կարծում եմ սա իսկապես բարդ խնդիր է եւ կարծում եմ որ դժվար թե կողմերը հասնեն լուծման, գուցե եթե լուրջ բանակցեն տարբեր թեմաների շուրջ, միայն Հորմուզի նեղուցի շուրջ դժվար են պատկերացնում, որովհետև կան այլ փաթեթային, այլ լիքը հարցեր, որոնք որ պետք է դրված լինեն կամ ենթադրաբար Իրանի եւ Միացյալ Նահանգների սեղանին, որևէ տեղ չի անհետացել Իրանի միջուկային ծրագիրը, այստեղ նույնպես իրարամերժ դիրքորոշումներ են, հա, Միացյալ Նահանգները նշում են մի կողմից, որ Իրանը համաձայնել է հարստացված ուրանը փոխանցել, Այդ դա է ցանկանում հարցնել։ Վաշինգտոնը հայտարարում է, որ հրաժարվել է միջուկային զենք ունենալու գաղափարից ամենայն դեպս ու նաև հարստացված ուրանը կարող են տեղափոխել այլ երկիր եւ ԱՄՆ-ն վերցնի։ Որքանով եք իրատեսական համարում, որ Իրանի այս կարմիր գիծը կանտեսվի կամ Իրանը կգնա զիջումների այս հարցում։ Տեսեք, սա իրականում կախված է լինելու փաթեթային մոտեցումներից, լուծումներից, այսինքն ինչը Իրանը զիջելու, ինչը դրա տեղը ստանալու եւ մյուս կողմից եւ հակառակ կողմը Միացյալ Նահանգները։ Այսինքն այսպես մի հարցի շուրջ չէ եւ շարունակելով նախորդ ասածս, այստեղ կա միջուկային ծրագիր, բալիստիկ հրթիռների ծրագիր, այսինքն բանակցություններում է իրապես որոշելու այս պատերազմի, այս լայնածավալ պատերազմից հետո, թե կողմերը ի վերջո, այսինքն ինչ նոր կարմիր գծեր են սահմանելու։ Հիմա գալով հենց ձեր նշած Իրանի միջուկային ծրագրին հետեւյալն է հարցը, որ այո, բոլորն ասում են, որ Իրանը չպետք է ունենա միջուկային ծրագիր, Իրանն էլ է ասում, բայց նա ասում է Միացյալ Նահանգները նշում են, որ պետք է հարստացված ուրանը փոխանցվի եւ եթե Իրանը փաստորեն ուզում է իսկապես քաղաքացիական նպատակներով, ապա պետք է այլ միջոցներով դա վերցնի, որպեսզի ապահովագրվի, որ Իրանը երբեք չի ստեղծի միջուկային զենք։ Իրանն էլ նշում է, որ այդ պոտենցիալը չպետք է անտեսվի, բայց մենք այսինքն հեռացվի Իրանից, բայց մենք խոստանում ենք, որ դիցուք
3%-ից ավելի ուրան չպետք է հարստացնենք։ Բայց նորից եմ ասում, այս խնդիրը բավական բարդ է, որովհետև կա նաև այլ հարցեր, հրթիռների հարցը, մանավանդ այս պատերազմում Իրանը օգտագործեց հեռահար հրթիռներ, որը շատ զգայուն է արդեն իսկ կարծում եմ ոչ մենակ Իսրայելի, այլ նաև Միացյալ Նահանգների հետ, այսինքն խնդիրները միայն շատանում են, հարցերը միայն շատանում են եւ հարցը թե ինչ հարցերում կարող են կողմերը հասնել համաձայնության, բայց վերադառնալով բուն հարցին, Հորմուզի հարցին, պետք է ասել, որ սա ամենաառանցքային թեման է երկու կողմերի համար, որովհետև սա օգտագործվում է Իրանի կողմից որպես խաղաքարտ, Միացյալ Նահանգների դեմ պայքարում, իսկ Միացյալ Նահանգների համար էլ Հորմուզի նեղուցի բացումը պատվի նույն նախագահ Թրամփի համար կարծեք թե պատվի հարց էր դարել, որովհետև Հորմուզի նեղուցի շարժի սահմանափակումը ուղղակիորեն ազդում է ոչ մենակ տարածաշրջանի տնտեսության վրա, ոչ մենակ այդ թվում նաև Միացյալ Նահանգների տնտեսության վրա, այսինքն սա բարդ է։ Անդրադառնալով տարածաշրջանային երկրներին մեծ մասամբ ողջունել են հրադադարը եւ երկխոսությունների հնարավոր մեկնարկը, սակայն Իրանի եւ տարածաշրջանի երկրների հարաբերությունները բավականին խնդրահարույց էին, եթե մեղմ ասենք։ Ձեր կարծիքով այս գործողություններից հետո, երբ թիրախավորվեցին նաև տարածաշրջանային օբյեկտները, ինչպես կարող են զարգանալ Իրանի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետագա հարաբերությունները։ Եթե կարճ, ապա ըստիս շատ բարդ հետս հետ է կամաց, եթե դրանք կարճ ժամանակամիջոցում կամ տեսանելի ապագայում վերականգնվեն այնպես, ինչպես մինչև նախքան պատերազմներ, ես այդպես չեմ համարում, բայց այնուամենայնիվ, որովհետև գիտեք, այս ամբողջ պատմության մեջ կողմերից յուրաքանչյուրը կարող է բերել իր հաջողության բանաձևը կամ ինչ-որ փաստեր դնել սեղանին, բացի երևի թե արաբական երկրներից, որոնք ամենատուժած երկրներն են, որովհետև նրանց ենթակառուցվածքները էապես խոցվել է եւ եթե խոսում ենք արաբական երկրների մասին, ծոցի երկրների, ապա ոչ միայն խոսքը մենակ նյութական վնասի մասին է, այլ չասած նաև իմիջային, որի վրա այսքան տարի նրանք շատ մեծ ջանք են գործադրել։ Բացի այդ կան երկրներ, դիցկոնակ Քաթարը կամ Ամեն, որի ենթակառուցվածքները իսկապես խոցվել են, օրինակ նույն Քաթարը շատ մեծ դեր է կատարում հեղուկ գազի արտահանման հետ կապված եւ շատ երկրներ սնվում էին դրանից, իսկ հիմա այն բավական խոցված վիճակում է եւ անգամ հետաքրքիր է, որ Քաթարը, որը միջև պատերազմը բարբերաբար աչքի է ընկել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ուղերձների փոխանակման առաքելությամբ մշտապես կապ է պաշտպանել Իրանի հետ, բարեկամական շփումներ ունեն, հիմա խոսք է գնում, որ նրանք փորձում են փոխհատուցում են պահանջում Իրանից հասցրված վնասների համար։ Անշուշտ սա ցույց է տալիս, թե ինչ բարդ իրավիճակ է եւ հետեւաբար, եթե ամփոփեմ այս իմաստով, կարծում եմ, որ տեսանելի ապագայում նրանց հարաբերությունները գուցե բարդ լինեն եւ անընդհատ տևական ժամանակ աշխատանքներ տեսնենք տարբեր կողմերից դրանք վերականգնելու ուղղությամբ։ Իդեպ շատ ուշագրավ է, այսինքն դրա մասին է խոսում այն, որ միջնորդական առաքելությամբ այլևս այդ երկրներից նույն Քաթարը հանդես չեկավ, այլ միջնորդությունը գոնե այս բանին տեղափոխվեց Պակիստան։ Իդեպ Պակիստանի մասին խոսելով մեկ բան կուզեի նշել, որ Պակիստանը մենք խոսեցինք Հորմուզի նեղուցի մասին, բայց տարբեր գնահատականներով Հորմուզի նեղուցից ամենաշատը տուժում է փակումից կամ շարժի սահմանափակումից հենց Պակիստանը։ Հետևաբար սա նույնպես այդ թրիգերը, այդ առիթ հանդիսացավ Պակիստանի համար, իհարկե նաև լինելով Board of Peace-ի անդամ Թրամփի հռչակած եւ նաև որպես Իրանի հարևան պետություն, որպեսզի կայուն դեր ստանձնի միջնորդական առաքելությամբ հանդես գա Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Բայց միջնորդ ասելով էլ մենք չպետք է գերագնահատենք այդ երկրների ազդեցությունը, որովհետեւ միջնորդ ասելով շատերը նաև հասկանում են երկիր, որը կարող է ազդել հակամարտող կողմերի որոշումների վրա։ Այստեղ ավելի շատ այդ երկիրը հանդես է գալիս որպես հարթակ տրամադրող երկիր, ինչպես դիցուք Քաթարն է, քանիսից կամ Օմանն է հանդես եկել հարթակ տրամադրելու առաջարկությամբ կամ տեխնացու եղել։ Հետևաբար այնպես չի, որ Պակիստանը կարող է ազդել երկուսի որոշումներում, բայց այնուամենայնիվ Պակիստանի ընտրությունը հետաքրքիր է եւ ունի իր պատճառները, այն չէր կարող դիցուք լինել օրինակ Թուրքիան, որովհետեւ ռազմավարական մրցակից է դիտվում Իրանի համար, իսկ Պակիստանը բավական այսքան բարեկամ հարևան է, համարվում եւ ընդունելի տարբերակ նաեւ Միացյալ Նահանգների համար։ Այստեղ մի կարճ հարց ընթացքում դա չքննարկեցինք, մենք պատկերացում ունենք, ինչ վնասներ է կրել Իրանը հրթիռային կոնկրետ ծրագիրը եւ միջուկային ավելի շատ 12-օրյա պատերազմի ժամանակ տուժեց, քան հիմա, ենթադրում եմ, իսկ հրթիռայինի հետ կապված ինչ որ հստակություն կա։ Դե պաշտոնական տվյալների մասին չեն կարող խոսել, թե ինչի, բայց ենթադրելով թե ինչ ինտենսիվության է եղել հարվածները, կարծում եմ, որ
նշանակալիորեն այն վնաս է կրել, բայց դա այն վնասը չէ, որ կարծում եմ, որ այլևս Իրանը ի վիճակի չէ հրթիռներ արտադրել, գոնե օրական կտրվածքով կամ ամսական այն կարող է այնպիսի թվի հասնել կարծում եմ, որոնք որ վնաս պատճառեն հակառակորդներին Իրանի տեսանկյունից, հետևաբար Իրանի հրթիռային ծրագիրը ինքը ոչնչացված չէ, ընդհանրապես ներուժը, այլ է որ խոցված է եւ վնասված է, մասնակի թե այսպես պատկերավորենք, հետևաբար սա էլ է ընդհանրապես այս իրավիճակն էլ է ինչ որտեղ Իրանին դրդում, որ բանակցային գործընթացում հայտնվի ոչ միայն լիակատար պարտվողի դիրքերից, այլ բացի այդ որ հաջողությամբ դիմադրել է, այլ նաև այդ ներուժը ինքը պահպանել է։ Եվ այս առումով կարծում եմ, որ Իրանի դիրքերը այնքան էլ թույլ չեն այս բանակցություններին, որքան որ կարող էր կանխատեսվել այս ինտենսիվ նկատի ունենալով այս ինտենսիվ հարձակումները։ Իհարկե, բայց բնականաբար իրավիճակը Իրանի շուրջ բարդ է, հաշվի առնելով նորից այն կորուստները, որ նա կրել է։ Եզրափակելով, դուք էլ նշեցիք, որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է այս հրադադարը որպես իր հաղթանակ եւ ասում է, որ հասել է իր բոլոր նպատակներին։ Այս հակամարտությունը առհասարակ տարիների, շատ երկար տարիների պատմություն ունի։ Ոչ թե այս կարճաժամկետ հեռանկարում, այլ ընդհանուր առմամբ երկարաժամկետ հեռանկարում։ Դուք այս հակամարտության հանգուցալուծումը տեսնում եք, տեսանելի է ինչ որ մի օր կլուծվի այս հարցը։ Դժվար հարց եք տալիս, շատ դժվար հարց է։ Հուսանք, որ երկու երկրները իսկապես ինչ որ փուլի կհասնեն ընդհանուր հայտարարի եւ այս հրադադարն էլ չի կարող մեզ բոլորից չուրախացնել, որովհետեւ իհարկե այն բոլորին ավերիչ գործողություններից երկուստեք որ տեղի ունենում, բնականաբար բոլոր ընդհանրապես տարածաշրջանը զերծ կմնա այս լարվածությունից, բայց վերադառնալով այն հարցին, թե արդյոք կողմերը ինչ որ ժամանակ կամ մոտ ապագայում կհասնեն համաձայնության թե չէ, տեսեք, ես անձամբ չեմ բացառի կամ չեմ զարմանա, եթե երկու կողմերը հասնեն համաձայնության այս փուլում թեկուզ, որովհետև կարծում եմ, որ երկու կողմին էլ ձեռնտու կլինի տեսականորեն կամ սկզբունքորեն հասնելու համաձայնության, իհարկե փոխզիջումային առումով, տարբեր Իրանը գտնվում է բավական բարդ վիճակում, նրանց համար կարևոր է ներդրումների հետագա հոսքը, պատժամիջոցները, չեղարկումը, իհարկե, իսկ Միացյալ Ներքին կառավարելիություն ապահովելու համար ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու համար, այսինքն սա կարևոր է Իրանի համար, մյուս կողմից էլ Միացյալ Նահանգների համար գաղտնիք չի եւ Միացյալ Նահանգները նույնպես նախագահ հայտարարում են, որ իրենք շատ են կարևորում Իրանի նավթը եւ կարծում եմ այս տեսանկյունից իրենք դեմ չեն լինի Իրանի հետ համագործակցություն հաստատել եւ ինչ որտեղ ի վերջո Իրանին փորձել ավելի մոտեցնել իրենց Միացյալ Նահանգներին, քան թե մեկուսացնելով նրան դրթել, որպեսզի ավելի սերտանա նրա հարաբերությունները դիցուք Մոսկվայի կամ Պեկինի հետ։ Այսինքն այս համագործակցությունը նույնպես կարող է փոխշահավետ հեռանկարներ բացել երկուսի համար։ Իդեպ Իրանում ճիշտ է պայմանականորեն ասած ընդդիմադիր դաշտից, սակայն այս սրա հետ կապված ակնարկներ կան, որ հաշտությունը կամ հնարավոր համագործակցությունը նրանք ոչ թե քաղաքական մակարդակով են դեռևս դիտում, այլ հարցը ավելի դիտում են նյութական իմաստով, որ երկուսին էլ շահագրգռեն, որ տնտեսական ոլորտում համագործակցությունը կարող է երկու կողմին շահավետ լինել։ Այսինքն սա է նախանշվում որպես այն հատման կետը, որ երկուսի շահերից էլ կարող է բխել եւ դրթեն կողմերին հասնել համաձայնության։ Բայց այստեղ պետք չէ մոռանալ այն կողմի մասին, որին ձեռնտու չէ կամ չի լինի նման համաձայնությունը, խոսքը Իսրայելի մասին է, որտեղ որքան էլ Իսրայելն ու Միացյալ Նահանգները ռազմավարական սեր դաշնակիցներ հանդես կան, երկու կողմերը ունեն իրենց առաջնահերթությունները եւ քանի դեռ բնականաբար Իսրայելի համար լուծված չեն իր տեսանկյունից անվտանգային խնդիրները, բնականաբար նրանց ձեռնտու չի լինելու հասնել կամ կողմ լինել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև համաձայնությանը։ Հետևաբար Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը միայն կախված չէ երկուստեք կամ երկուստեք քաղաքական կամքից, այստեղ կարծում եմ, որ կարևոր է նաեւ Իսրայելի դիրքորոշումը, թե այս հարցում Միացյալ Նահանգները ինչպես կկառավարի Իսրայելի տրամադրությունները կամ շահերը, սա բարդ է ասել, բայց այնուամենայնիվ անկախ նրանից բանակցությունները երկկողմ կլինեն թե չէ, ուղղակի թե անուղղակի, միևնույն է սկզբունքային առումով դրանք եռակողմ են եւ դժվար է պատկերացնել առանց Իսրայելի ներգրավվածության։ Շնորհակալ եմ, պարոն Միրզաբեկյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։
ԱՄՆ-Իրան բանակցությունների հնարավոր ելքը մշուշոտ է, մինչ այդ համաշխարհային տնտեսությունը խոցելի վիճակում է, իսկ Լիբանանում օրեցօր զոհերի թիվն աճում է։ Ինչպիսին կլինեն Իրանի շուրջ զարգացումները կարճաժամկետ, նաև երկարաժամկետ կտրվածքում անհասկանալի է։ Այսօր օրակարգում Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարներ։